Հրապարակը գրում է. Իշխանությունը Կոտայքի մարզում մարզպետացու է փնտրում ու չի գտնում։ Բանն այն է, որ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, որն այս օրերին արձակուրդն է վայելում արտերկրում, մի քանի այլ մարզպետների հետ ցանկանում է ազգային ժողով գնալ, падգամավորի խախանդ գործով զբաղվել։ Իհարկե նրա ցանկանալը շատ քիչ է, քանի որ ԿՊԱ-ականների ճակատագիրը կախված է մեկ անձից, եւ այդ անձը Փաշինյանն է։ Նա է որոշում ով, երբ եւ ինչ պաշտոն կզբաղեցնի։ Ազգային ժողով է գնում նաեւ ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը։ Ավելին անգամ հավակնում է ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնին։ Ազգային ժողովի падգամավորի մանդատից հրաժարվելու մասին օրերս դիմում է ներկայացրել ԿՊԱ-ական Վաղարշակ Հակոբյանը։ Իսկ ԿՊ падգամավոր Լիլիթ Ստեփանյանն այս օրերին ոչ խոսում է մանդատից հրաժարվելու, ոչ էլ մանդատ վերցնելու մասին։ Մարզում խոսում են, որ եթե Փաշինյանը որոշի, որ Ահարոն Սահակյանն ԱԺ է գնալու, ապա Կոտայքի մարզպետի պաշտոնին հնարավոր է նշանակի Լիլիթ Ստեփանյանին, որն ընդդիմության դեմ գրած ստատուսներով ու ելույթներով կարծես թե նվաճել է Փաշինյանի սիրտը։ Իսկ Վաղարշակ Հակոբյանի հետ կապված Փաշինյանը որևէ որոշում չունի, քանի որ նրան մարզում առավել եւս իր ծննդավայր Ծաղկաձորում չեն սիրում եւ չեն ընդունում, բայց նա շինարարության մեջ է խրված, ուստի կարող է նաեւ որևէ պաշտոն չզբաղեցնել։ Ժողովրդի տեղեկություններով քաղաքապետարանում ակտիվ խոսակցություններ են շրջանառվում, որ առաջիկայում պաշտոնից կազատվի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Մարատ Սևոյանը։ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մատակարարման եւ տեխնիկական սպասարկման վարչության պետ Սևակ Մելքոնյանին։ Իդեպ Սևակ Մելքոնյանի հայրը Կարեն Մելքոնյանը Մալաթիա վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է։ Ամենայն հավանականությամբ սեփական դիմումի համաձայն պաշտոնից կազատվի նաեւ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Պապիկյանը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն վերջինս նշել է, որ առողջական խնդիրների պատճառով հնարավոր է լքի համակարգը։ Հրապարակը գրում է. Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ իշխանությունը Հայաստան ժամանող զինծառայության տարիքի ՀՀ քաղաքացիներին հենց օդանավակայանում 25-օրյա վարժական հավաքների մասնակցելու ծանոթագրեր էր հանձնում, փորձելով կանխել արտերկրից մեր հայրենակիցների մուտքը Հայաստան եւ կասկածելով, որ գալիս են ապազգային իշխանություններին մերժելու համար։ Ընտրություններն այլևս անցյալում են, սակայն թերթի աղբյուրի փոխանցմամբ ԱԱԾ եւ ռազմական ոստիկանության աշխատակիցները մինչ օրս հերթապահում են Զվարթնոց օդանավակայանում եւ ծանոթագրեր են հանձնում անգամ մեկ շաբաթով մի քանի օրով թաղման կամ հարսանիքի ժամանող մեր հայրենակիցներին։ Եղել են դեպքեր, երբ մարդը տեղեկացրել է, որ առողջական խնդիրներ ունի, սակայն ապարդյուն տնախբյուրներից թերթը տեղեկացել է, որ պլան է դրված պոստպահողների պակաս ունեն, որը լրացնում են նման ռեյդերով դրսից եկողների հաշվին։ Ժողովուրդը գրում է. Կառավարությունում քննարկվում է պետական կառավարման համակարգի հերթական խոշոր վերափոխումը, որի արդյունքում մինչև 2028 թվականը կարող է փուլային կարգով դադարեցվել գործող մարզպետարանների ինստիտուտը։ Թերթու կառավարական աղբյուրների փոխանցմամբ քննարկվող մոդելի համաձայն ներկայիս մարզպետարանների փոխարեն յուրաքանչյուր մարզում կարող է գործել ընդամենը մեկ կառավարության ներկայացուցիչ, փոքր աշխատակազմով եւ սահմանափակ գործառույթներով։ Գործադիրում գնալով ավելի հաճախ է հնչում այն տեսակետը, որ մարզպետարաններն այլևս չեն իրականացնում այնպիսի գործառույթներ, որոնք կարդարացնեն գործող ծավալուն կառույցների պահպանումը։ Կառավարությունում քննարկվում է հարցը, թե ինչ գործառույթներ են փաստացի մնում մարզպետարաններին եւ արդյոք հիմնավորված է պահպանել ներկայիս բազմաշերտ վարչական համակարգը մարզպետներով, փոխմարզպետներով, վարչությունների ղեկավարներով եւ տասնյակ աշխատակիցներից կազմված ապարատներով։ Քննարկվող տարբերակի դեպքում յուրաքանչյուր մարզում կարող է պահպանվել միայն կառավարության ներկայացուցիչը, որը կապահովի կենտրոնական իշխանության ներկայացվածությունը մարզում, իսկ ոլորտային քաղաքականության իրականացումն ամբողջությամբ կկենտրոնացվի նախարարություններում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանը որոշել է իր ամենամտերիմ մարդկանց ժերտվա տալ։ Առաջինն ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր, երկրորդ զոհը ըստ ԿՊԱ-ական աղբյուրների վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է լինելու Փաշինյանի ամենավստահելի մարդկանցից մեկը։ Նրա աջ-ձեռքը գորշ կարդինալը, որը 1000 հարց էր լուծում երկրում եւ թիմում։ Ըստ մամուլի Փաշինյանը դժգոհ է մնացել ընտրությունների արդյունքներից եւ ԿՊ շտաբի պետ Արայիկ Հարությունյանին որոշել է զրկել աշխատակազմի ղեկավարի բարձր պաշտոնից ու աքսորել խորհրդարան։ Թերթն իր իշխանական աղբյուրներից տեղեկացել է, որ Նիկոլ Փաշինյանը նրան գործուղում է օրենսդիր մարմին շարքային падգամավորի կարգավիճակում, ինչպես ժամանակին արեց Արսեն Թորոսյանի հետ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից շարքային падգամավոր դարձնելով։ Ասում են Փաշինյանը չի ներում, որ իրեն խաբել են, իր գլխի տակ փափուկ բարձրել, թե 65% գրպանումը դրված է։ Արայիկ Հարությունյանը, որ միաժամանակ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահն է, ոչ մի կերպ չի պատկերացնում իրեն падգամավորի կարգավիճակում։ Նա այլ ախորժակ ունի, հավակնում է դառնալ ՀԱՕԿ նախագահ։ Կառույցի ղեկավարը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, որին Փաշինյանը որոշել է սատկացնել, կզցնել։ Արայիկ Հարությունյանը դեռևս այս տարվա ապրիլին դրսևորեց իր հավակնությունները, հրապարակավ հայտարարելով, թե Գագիկ Ծառուկյանը շուտով կդառնա 70 տարեկան եւ իրավունք չունի հավակնել կոմիտեի նախագահի պաշտոնին, անգամ լուր տարածվեց, որ դատարան են դիմել։
Հրապարակը գրում է. «Բոլորը գիտեն, որ նախնական կալանքը առանց դատարանի վերջնական դատավճռի մեզանում կիրառվում է որպես պատիժ, հատկապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին, նրան քննադատողներին, դիմադիրների նկատմամբ։ Սակայն պարզվում է մարդկանց կալանավորելով, բանտ ուղարկելով էլ հաճախ չեն բավարարվում։ Կալանքը գրելու պայմաններն էլ տարբեր մարդկանց համար տարբեր են։ Նախխցերն են տարբեր։ Քաղբանտարկյալներին որպես կանոն վատ խցերում են պահում, որտեղ շատ մարդիկ կան, երբեմն ծանր քրեական հանցագործներ։ Եթե սովորական քրեական հանցագործների համար թույլատրված է խցում սառնարան, հեռուստացույց, կոնդիցիոներ, հարմար մահճակալ ունենալ, ապա քաղաքականների դեպքում հաճախ արգելված է։ Սամվել Կարապետյանին օրինակ ամռանն արգելել են հովացնող որևէ սարք փոխանցել, իսկ ձմռանը նույնիսկ վերմակ, երբ խոցում զորոյին մոտ աստիճան է եղել, եւ կալանավայրն էլ մինչեւ դեկտեմբերի 10-ը չեն ջեռուցել։ Գագիկ Ծառուկյանի դեպքում նախորդ կալանքի ժամանակ նրա չափերից 2 անգամ փոքր մահճակալի վրա են ստիպել քնել, ինչն ուղղակի անհնարին է եղել։ Կարծում ենք հիմա նույնն է։ Բոլոր քաղբանտարկյալների տեսակցությունները քննիչի կամ դատավորի որոշման որպես կանոն արգելվում են։ Արեգ Նազմանուկյանի դեպքում նույնիսկ անչափահաս զավակի հետ են արգելել։ Պատգամավորների այցելություններն են փակում եւ միայն փաստաբանն է կարողանում այցելել, որ հոգեբանորեն ինչքան հնարավոր է մարդն ընկճվի։ Այս լրացուցիչ պատիժները սահմանվում են վերևից։ Կալանավայրի ադմինիստրացիան եւ քննիչները պարբերաբար զոհին տեղեկացնում են, որ դա առաջին դեմքի անձնական ցուցումով է արվում։